Բարի լույս հարգելի ունկնդիրներ, վանացային են ցեզի հետ ենք հայկական աշխարհի լուրերով։ Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Կերակույն մարմինի ներկայացուցիչ, ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան ընկերային ցանցերու մեջ հրաբարագեց տեսաուղերձը, ուր անդրադարձավ Սուրբ Էջմիածինի մեջ կատարված դեպքերուն։ Սաղաթելյան հայտնեց, որ իր մամլո ասուլիսին ժամանակ Նիկոլ Փաշինյան հայտարարեց, որ ինք չի միջամտեր եկեղեցվո ներքին գործերուն եւ այն ինչ որ նախադեсված է Էջմիածինի մեջ եպիսկոպոսներուն նախաձեռնությունն է եւ ինք որևէ կապ չունի այդ բոլորին հետ։ Մամլո ասուլիսեն ժամերի ետք քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր վարչական աղբյուրներուն ոհմակը գետրոնացված էր Սուրբ Էջմիածինի վրա։ Բայց այդ մեկ կողմ այն դիրատավները, որոնք Նիկոլի թերատրանքով գործեին հավաք կազմակերպել Սուրբ Էջմիածինի մեջ եւ որոնց կուղեկցեին ոստիկանության բարձրակույն պաշտոնյան եւ ասկային անվտանգության ծառայողները քաղաքացիական հակոստով երեսները կոծած մարդիկ, այսինքն սիրելի հայրենագիցներ, այդ կերեն սկսած բերությունը կվերջանա։ Նշեց Իշխան Սաղաթելյան, շարունակելով. այս է իրականությունը, այս է Նիկոլին գառուցած բերությունը, կամ բերության մասին պատկերացումները, միայն այս տեսարանը դիտեցեք, գնահատեցեք, որ մենք որուն հետ գործ ունենք եւ ընդհանրապես որոնք են իրենք, եզրակացուց Իշխան Սաղաթելյան։ Փանդարգության մեջ գտնվող Բաքրատ arczepiskopos Գալստանյան եւ Արշակ arczepiskopos Խաչատրյան հրաբարագեցին հայտարարությունը արձանագրելով 18 դեկտեմբերին Սուրբ Էջմիածինի մեջ տեղի ունեցած իրադարձություններուն։ Անոնք նշեցին. դիրատավները եւս կհասկանան, որ ընդրված են ինքնաբոժնջացումի եւ ինքնաժխտումի ճամփան։ Հագայեգեղացական խումբը իր դխրահարճակ բարակլուխին բացահայտ հովանավորությամբ 18 դեկտեմբերին գերգին ներխուժեց Սուրբ Էջմիածին, փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։ Ամոթալի էր արշավողներու առաջին շարքերում մեջ տեսնել դիրատավությունը իրենց ճակատին իբրև աղվեսատրոշ փորակրած բարձրաստիճան հոգևորականներ, որոնք ոստիկանական շարքերուն յետին բահվդած էին շփոթած եւ շվարած հայացքներով։ Ակնհայտ է, որ իրենք եւս կհասկանան, որ ընդրած են ինքնաբոժնջացումի եւ ինքնաժխտումի ճամփան, խամաճիկ դառնալով խառնագիչի ցերկին դակ, որ գարջ ժամանակի հետ զիրենք եւս պիտի զոհաբերե ադելության եւ դժտամանքի իր արյունածարավ գուրքին։ Սուրբ Էջմիածինի բادرը շատ հարցակողներ տեսած են, այսալ տեսան, սակայն բոլորը ժամանակներուն տածքին անոնք փոշիացած են եւ այսպես 18 դեկտեմբերը կմնա մեր նորակույն պատմության խայտարակ եւ ամոթալի էջերեն մեկը։ Այս ամոթալի պատկերին դիմաց առանցնագի հիացմունքով կանտրատարնանք մեր ուխտաբա եկեղեցականներուն եւ հավատացյալ ժողովրդի խիզախ կեցվածքին, որ անգամ եւս սպաստեց, որ հայ մարդու մեջ չի գրնար սպաննվել ինքնության հսկացումը անգախ հալազանքներու սաստկուտենեն։ Մեր եւ գալանավորված մնացյալ հոգեվորականներուն անունով մեր հավատարմությունը կհայտնենք ամենայն հայոց կաթողիկոսին եւ լուսավորիչի կահին եւ մեր զորակցությունը կհայտնենք նվիրյալ ժողովրդին, եկեղեցական տասին եւ զինվորականներուն։ Հadouk ջերմությամբ գաղութենք Վրտանես Կահանա Բաղալյանի շուտապույտ ապակինումին համար։ Նշված է Բաքրատ arczepiskopos Գալստանյանի եւ Արշակ arczepiskopos Խաչատրյանի հրաբարագած հայտարարության մեջ։ 19 դեկտեմբերին մեկնարկեցին Flykish օտանավային ընկերության թռիչքները Թեհրան, Երևան, Թեհրան երթուղիով։ Թռիչքները կգադարվին շաբաթի 2 անգամ, յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ օրերը։ Իրանակետ Վարդան Ոսկանյան թիմադեդրյան կրարումոմը երեք նշեց. Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ ցանցային պատերազմը այս պահուն գվարե արհեստածին Ադրբեջանը, որբեսի ծածկե ճշմարտությունը։ Այդ պատերազմը գարդահայտվի բազմաթիվ ուղղություններով։ Անօրինականացնել հայերու բնական իրավունքը, հայերու Հայաստանի մեջ բնագիլը իբրև այսպես կոչված
ոչ տեղապնիկ ըլլալու հանգամանքով, որ հարաճ կմեղե երկու հիմնական գեղձ եւ հարվածային ուղղություն։ Նախ, քանի որ հայերենը հնդեվրոպական լեզու է, ապա հայերը այստեղ եկած են Հնդկաստանեն, թե ինչու ոչ եվրոպայեն, բարձ է, որբեսի արժեք չդրվի։ Եվ երկրորդը, հայերը այստեղ հայտնված են միայն 19-րդ դարու սկիզբը Գրիբերոդովի գազմագերբած քաղաքին հետևանքով։ Երկրորդ, բաժնել առնվազն երկու մասի բարակտել հայությունը, ինչպես նաև թշնամացնել զանոնք, ինչ որ հարաճ կմեղե հետևյալ հարվածի ուղղությունը։ Ճագերդյալ, գան վրիժարական դրամատրությամբ, անչադողական եւ ֆաշիստ հայեր, եւ անոնք են հիմնական պատճառը, որ Հայաստան ունի բարդ հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիո հետ, իսկ հայության խնդիրը ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան են, այլ բացառապես վերոնշյալ խումբի հայերը։ Երրորդ, անօրինականացնել հայկական pedagogian գոյության հիմնարար իրավունքը, պատմական, իրավական եւ այլև, ոչ որ հարաճ կմղե, քանի մհարվածներ, նախ ճագերդյալ, քանի որ հայերը Հնդկաստանեն են, ապա տապարական են, իսկ տապարականները pedagogian չեն ունեցած եւ չունին։ Այնուհետև Հայաստան իր այսօրվան դարածքի մեջ ոչ թե Հայաստան է, այլ Արևմտյան Ադրբեջան, ուստի ինչպես կրնա Ադրբեջանի մեջ գոյություն ունենալ Հայաստան անունով բերություն։ Հետո այստեղ եղած են ադրբեջանական pedagogan միավորներ, որոնց մե ամենեն նշանավորը Երևանի խանությունն է, իսկ հարավ Կովկասյան խանություններու ժառանգորդը Ադրբեջանն է։ Այնուհետև 1918-ին հայկական պետությունը ստեղծված է ժամանակի Ադրբեջանի իշխանության բարի գամքին շնորհիվ, որ հայերուն նվիրված է Երևանը, իսկ աբերախտ հայերը անոնցմե հետ գրաված են Սյունիքը, Վայոց-Ձորը եւ այլ դարածքներ, ուստի հիմա էլ Հայաստանի դարածքը պատմական ադրբեջանական հող է ադրբեջանական դեղանուններով։ Այս հագահայկական, գեղձ, հարցագողական եւ ծավալաբաշտական բադումները հարաճ կմղվի արհեստազին Ադրբեջանի բոլոր մագարտակներուն վրա, նախակա եւ այլ պաշտոնադարներ, գիտական, ակադեմական եւ գրթական հաստատություններ, քարոզչական մարզ, աշխատանք, միջազգային հանրության հետ եւ այլն։ Հայաստանի մեջ հաստատված Եվրոպական միության դիտորդական առաքելությունը X հարթակի մեջ նշեց. Հբարդ ենք, որ կնպաստենք դարաձաշրջանի մեջ խաղաղության եւ անվտանգության հաստատման 24 ժամվան հսկողություն կատարելով Հայաստան-Ադրբեջան սահմանին վրա։ Դիտորդական առաքելությունը հրապարակեց նաեւ դեսանյութը, որ կներկայացնե առաքելության կորձունեության հիմնական ուղղությունները։ Հայտնենք, որ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը երկու դարվան համար Հայաստան դեղեկայված է 2023-ին։ Հունվար 2025-ին առաքելության պաշտոնավարությունը երկու տարի եւս երկարաձգված է Եվրոմիության խորհրդին որոշումով։ Հայաստանի մեջ մեծն Պրիդանիո տեսփան Ալեքսանդրա Կոլն իր նոր դարվան ուղերձի մեջ հայտնեց. Դարվան այս պահուն սովորաբար կմտածենք, թե ինչ ըրինք եւ ինչ կուզենք միասին ընել հաջորդ տարի։ Տեսփանադան թիմադեդրին էջին վրա հրաբարակված տեսաուղերձի մեջ տեսփանը իր գդարած աշխատանքը նպատակներն ու մաղթանքները հայերենով ներկայացնել է յետ ընդգծեց, որ անցնող դարվան ընթացքին Հայաստան եւ Մեծն Պրիդանիա կարևոր կայլ մգադարած են երկկողմ հարաբերությունները բարձրացնելով ռազմավարական գործընկերության մագարտակի։ Տեսփանը նաեւ հիշեցուց, որ տեսփանադան մեջ բացված է պաշտպանության բաժին։ Մենք ունեցանք նաեւ նախարարական այցելություններ, ավելի խորացնելով մեր համագործակցությունը։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացման եւ կարողություններու զորացման, գրթության, արևդուրի, ցանցային անվտանգության եւ մարդու իրավունքներու ասպարեզներու մեջ։ Մեծն Պրիդանիան գաշխատի Հայաստանի կառավարության հետ պատրաստվելու համար հարաճիգա դարվան կարևոր բահերուն, ներառյալ եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումին, խորհրդարանական ընտրություններուն եւ COP17-ին, հայտնեց տեսփանը։ Տեսփանի խոսքով 2026 վիդիլա շատ աշխուժ դարի։ Մեծն Պրիդանիա պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հանուն խաղաղության, գայունության եւ բարեկեցության։ Գցանգամ խաղաղ եւ ուրախ տոնական օրեր եւ հաջողություններով լեցուն նոր դարի եզրափակեց Հայաստանի մեջ Մեծն Պրիդանիո տեսփանը։
Անցնող շաբաթավերջին Բաքվի թադարանի մեջ շարունակվեցան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներուն հերթական նիստերը։ Եզրափակիչ ելույթներ ունեցան Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյան, Դավիթ Մանուկյան եւ Դավիթ Բաբայան։ Անոնք չընդունեցին իրենց առաջադրվող մեղադրանքները։ Ադրբեջանական լրատվական միջոցներու համաձայն Դավիթ Մանուկյան մեղադրագողմի բնդումներուն ներկայացուց իր հագապաստարկները։ Աննշեց, որ համաձայն չէ պետությունը պաշտպանող դատախազներու ներկայացուցած պաստարկներուն։ Մանուկյան նաև ընդգծեց, որ մասնակցած չէ Արցախի անվտանգության խորհրդի նիստերուն, ոչ իբրև մասնագիծ, ոչ ալ իբրև դիտորդ։ Իր պաշտոնական բարդականությունները թույլ չէին դար նման բան անել։ Դավիթ Բաբայան հայտարարեց, որ գցանգա եզրափակիչ խոսքով հանդես գալ ռուսերենով, աններկայացուց դատախազներու հայտարարություններուն իր հագագապաստարկները։ Թադական հաջորդ նիստը դեղի կունենա այսօր 22 դեկտեմբերին։ Վիրապուժ Վահե Դերմինասյան հայտնեց, որ մարտամեքենաներու շնորհիվ Հայաստանի մեջ առաջին անգամ լալով կատարված է միաժամանակ 3 վիրահատություն։ Դերմինասյան նշեց, առանց ավելորդ համեստությամբ, ասեմ, որ հրաշալի սկասում է, երբ կհասկանաս, որ թուն եւ ընկերներդ առաջինն եք, որ նման բան կկատարեք։ Շնորհակալ ենք հարգելի ունկնդիրներ, ձեր ուշադրության համար վանացային են ցեզի հետեին Հարութ Մարգոսյանը եւ ցանի հաղորդավար Նատալին։ Մենք ցեզի ներկայացուցինք այսօրվան հայկական աշխարհի լուրերը։ Շնորհակալություն։